2024 թվականի ընթացքում մասնավորեցվել է 1 պետական սեփականություն հանդիսացող ընկերության բաժնետոմսեր, ընդհանուր մուտքերը կազմել են 321 միլիոն դրամ բաժնետոմսերի մասնավորեցումից, կազմակերպությունների լուծարում չի գրանցվել, ծրագրից հանվել է 1 կազմակերպություն արտակարգ իրավիճակների օդանավակայան փակ բաժնետիրական ընկերություն։ Ներկայացված նախագծերի փաթեթով առաջարկում ենք անցում կատարել պետական գույքի անհատույց օգտագործումից դեպի վարձակալական համակարգ։ Սա նշանակում է, որ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո պետական գույքը պետական մարմիններին եւ կազմակերպություններին կտրամադրվի վարձակալական հիմունքներով։ Սա կնպաստի գույքի օգտագործման արդյունավետության բարձրացմանը, հաշվառման որակի բարձրացմանը եւ թափանցիկության եւ հանրային հաշվետվողականության էական բարձրացմանը։ Սկզբնական շրջանում համակարգի ներդրման նպատակով ավելորդ վարչարություն չստեղծելու նպատակից ելնելով գույքը կտրամադրվի վարձակալության պետական մարմիններին եւ կազմակերպություններին, հիմնվելով ոչ թե շուկայական արժեքի, այլ շուկայական մոտարկված կադաստրային արժեքի հիման վրա հաշվարկվող բանաձևով պետական մարմինների եւ կազմակերպությունների ծախսերը վարձակալական իհարկե կփոխհատուցվեն պետական բյուջեի միջոցներից եւ բյուջետային գործընթացի ընթացքում արդեն կստեղծվի հնարավորություն քննարկելու նաեւ կոնկրետ մարմիններին տրամադրված կոնկրետ գույքերի օգտագործման արդյունավետությունը։ Հաշվի առնելով առաջինից երկրորդ ընթերցում առաջարկներ չեն եղել պատգամավորների կողմից, բայց հաշվի առնելով նախորդ քննարկման արդյունքները եւ պատգամավորների նաեւ մտահոգությունները, որ սա բավականին մեծ բարեփոխում է, լայնածավալ բարեփոխում է եւ մեծ աշխատանք է պահանջվելու սա իրականացնելու համար, մենք երկարացրել ենք օրենքի կիրարկման ժամկետները եւ սահմանել ենք պարտավորություն կառավարության համար մինչեւ 2026 թվականի ավարտ ենթարար զրական դաշտը կարգավորել այս օրենքից բխող փոփոխությունների եւ մինչեւ 2030 թվական ավարտին հասցնել բարեփոխման իրականացումը, այսինքն բոլոր պետական մարմիններից հետ վերցնել անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված գույքը եւ տրամադրել վարձակալական հիմունքներով։ Առաջարկում ենք մասնավորեցման ծրագրում ավելացնել Republic Plaza բաց բաժնետիրական ընկերությունը, կազմակերպությունը ստեղծվել է 2023 թվականին կառավարության համապատասխան որոշմամբ եւ նրա կառավարական կապիտալում ներդրվել է հանրապետության հրապարակում տեղակայված Նալբանդյան 28 հասցեում գտնվող անշարժ գույքը։ Կազմակերպության ստեղծման նպատակը բխում է պետական գույքի ոլորտի բարեփոխումների ռազմավարությունից, որով սահմանվել է, որ պետական գույքի կառավարման եւ մասնավորեցման ոլորտում նոր գործիքակազմի ձևավորման եւ կիրառման անհրաժեշտություն կա։ Ըստ էության կազմակերպության հիմնական առաքելությունը իրեն սեփականության իրավունքով փոխանցված անշարժ գույքի արդյունավետ կառավարումն է, դրա հիման վրա որոշակի ներդրումային նախագծերի ձևավորումն է, գույքի կադաստրային քաղաքաշինական կոմունիկացիոն խնդիրների վերհանումը եւ լուծումը եւ մասնավորեցման առավել գրավիչ եւ լավ պայմաններով ներկայացնելու հնարավորությունների ստեղծումը վերջնանպատակը ֆոնդային բորսայի միջոցով, բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխման միջոցով կազմակերպության ամբողջական կամ մասնակի մասնավորեցման իրականացումն է, որը հնարավոր կլինի, երբ որ կազմակերպությունը այդ գույքի օգտագործումից կկարողանա որոշակի եկամուտներ եւ եկամտաբերություն ապահովել։ Ներդրումային ծրագրի կազման աշխատանքների ընթացքում ենք, արդեն իսկ հայտարարվել է երկփուլ մրցույթ խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման գույքի լավագույն օգտագործման եղանակների եւ ներդրումային կոնցեպտի մշակման նպատակով մոտ 13 տեղական եւ միջազգային կազմակերպություններից ընտրվել է 1 միջազգային խորհրդատվական ընկերություն, որի համապատասխան ֆինանսավորման արդեն տրամադրման դեպքում կսկսենք աշխատանքները եւ կարծում եմ մյուս տարի արդեն կունենանք պատրաստ ներդրումային կոնցեպտը, որը արդեն կդրվի համապատասխան մրցութային գործընթացներով ներդրումային առաջարկների ստացման գործընթացի մեջ եւ որից հետո արդեն կկարողանանք գնալ մասնավորեցման գործընթացի։ Հիմա կարճաժամկետում մասնավորություն կազմակերպության չի նախատեսվում, առաջարկում ենք ավելացնել ծրագրում ծրագրի նկատմամբ հաշվետվողականության եւ պարբերաբար դրա ընթացքի վերաբերյալ տեղեկություններ հանրությանը փոխանցելու հնարավորություն ունենալու համար։